Բարև ձեզ։ Լավ օր ձեզ։ Ահա, հերթական Բասկետբոլ։ վայ։ Հերթական Պետրոս Պետրոսյան։ Հոյակապա։ Պրոստը հոյակապա։ Ստեղ մենակ էլի մեր բնակիչներին ներողություն խնդրելով պիտի խնդրեմ, որ այնուամենայնիվ եկեք գնանք, էլի, եկեք գնանք մի հատ սեփական օրինակ։ Հա, չէ, ամեն դեպքում մենք պետքա այսքան գործը արված է, ասենք պետքա ընդհանրապես ոչ մի խնդրեմ չկա, որ մենք մեր բակը գանք, ասենք հավաքենք, որովհետև այդ բանը կա, քաղաքապետարանը թողանի, օքեյ, քաղաքապետարանը թողանի, բայց ի՞նչն է խանգարում, որ մենք էլ անենք, չէ մեծ տոպրակ բերեք։ Մի հատ եմ մեծ տոպրակներից, եթե կա ժողովուրդ, կամ ինչ-որ մի հատ տարա։ Ահա։ Ինչ։ Դատար կա, հոյակապա։ Այսինքն հիմա կարող է, սկզբունքորեն կարող է դպրոցի օրը, երեխան ստեղ կարող է ավելի շատ ժամանակ անցկացնի, քան տանը։ Այսինքն սա իր հյուրասենյակն է, սա իր խաղասենյակն է, եւ ընդ որում երեխեքը պետք է այդ կուլտուրան պետք է երեխեքի մոտ մտցնենք։ Այդ որ ես ասում եմ քրեական ենթամշակույթը պետքա ջախջախենք Հայաստանում։ Շատերը երեխեքը գիտեն, բայց լսել են, որ ինչ որ ասենք զապադլոյա, լսել են, որ ամոթ է, լսել են այդ տխմար բաներ, էլի, տխմար բաներ։ Եվ ես ասում եմ ձեզ, որպես քրեակատարական հիմնարկում հագին ժամանակ անցկացրած բան։ Այդ էշերին մի լսեք։ Այդ էշությունները եւ էշերին։ Հələ իսկականից, էլի, որակը նայեք։ Խորհրդային միության ժամանակ, եթե որևէ բակում, ամբողջ հանրապետության տարածքում, այս որակի բասկետբոլի վահանակ ա եղել, թող բերեն բացառված բան է, որ այս որակի բասկետբոլի վահանակ գոյություն ունեցած լինի։ Դե իհարկե տեխնոլոգիաները եւ այլն, բայց սա մեր ժամանակի ստանդարտի մեջ է։ Սովետի ժամանակ այդ թվերի լավագույն ստանդարտի մի հատ վահանակ, եթե ես բացառում եմ, որ որևէ տեղ պարզապես եղած լինի։ Պրոստը բացառում եմ։ Մաքրեցինք թե ձևի համար մի երկու։ Բայց մի բան էլ այս մաքրելու վրա, պարոն Վարշապետ։ Ահա։ Որ ախտաման չկա։ Որ այդ ինչ տեսարաներ, Այս վերջերս ես վերադարձա ձեր լայվն էլ որ նայում եք, բայց որ աղբ չկար։ Այդ տարօրինակ էր ինձ թվում, որովհետև այնուամենայնիվ 30 միլիոն տուրիստ է ունենում Տոկիոն, եւ այնուամենայնիվ փողոցում աղբ չկա։